Սիրելի այցեղջուրներ, բարի արև, այժմ ես անդրադառնամ ձեր նշանի համար, ուրեմն դեկտեմբերի կանխատեսումը ներկայացնեմ եւ նշեմ, որ դուք, ինչպես որ արդեն հասկացաք, պահպանել եք ձեր երրորդ տեղը եւ այդպես շնորհավորում եմ ձեզ, որ կարողացել եք պահպանել, գոնե հետ չեք ընկել, որտեղ շատ այդպես հետաքրքիր փոփոխություններ կան, վերջից շարժվել են առաջ, արխիվային առաջին վեցինակում գտնվողները հետ են գնացել, այսպես դուք պահպանում եք կարիճներ, կշարքներ եւ այծեղջուրներ, առաջին 3 տեղը արդեն դուք ձեզանով եք արել։ Այդտեղ փոփոխվում եք ու միշտ պահպանում եք, դա շատ հետաքրքիր է։ Ինչևէ, դեկտեմբեր ամսին ինչ ունենք, երկու կարևոր իրադարձություն է, այսինքն երկու իրադարձություն եմ ես կարևորում, դա Սևլուսնի փոփոխությունն է նշանի, ինքը ի վերջո դուրս կգա կարիճի նշանից եւ կտեղավորվի աղեղնավորի նշանում առաջիկային ամիսներին, դա իհարկե տեղի կունենա դեկտեմբերի 20-ին եւ հաջորդ իսկ օրը տեղի կունենա ձմեռային արևադարձը, բնականաբար լիալուսին, նորալուսին, Վեներան, Մերկուրին, Մարսը կփոխեն իրենց նշանը, Նեպտունը կդառնա ուղղընթաց։ Հիմնական ուրեմն իրադարձությունները սրանք են եւ արևը բնականաբար, քանզի ինքը հետընթաց չի լինում, դա նշանակում է, որ ամեն ամիս ինքը պետք է փոխի իր նշանը եւ սիրելի այծեղջուրներ, արևը կմտնի ձեր նշան։ Երբ կմտնի, հենց այդ ժամանակ էլ տեղի կունենա ձեր նշանում ձմեռային արևադարձը, այնպես որ սիրելի այծեղջուրներ, դուք կնշեք ձեր ծննդյան օրերը, ինչի կապակցությամբ ես ձեզ շնորհավորում եմ եւ ամենալավն ու բարին եմ մաղթում ձեզ եւ ինչպես արդեն գիտեք, նրանք ովքեր նոր են միացել, պարզապես հիշեցնեմ, որ առաջինը նայում եք, լսում եք ավելի ճիշտ ասցենդենտի նշանը, որտեղ ցանկացած նշան կարող եք լինել եւ ձեր ասցենդենտի նշանը լինի այծեղջուրը, պարտադիր դա եք լսում եւ հետո լսում եք արդեն ձեր արևի նշանով։ Այդ երկուսը միացնում եք, որպեսզի ամբողջական լինի կանխատեսումը, այլապես ինքը կլինի կիսատ։ Եվ այսպես դեկտեմբերի ուրեմն այս փոփոխությունների մասին ես հիմա փորձեմ մանրամասնել եւ դեկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 24-ը այստեղ Վեներան փոխում է իր նշանը։ Իդեպ ասեմ, որ բոլորը կարիճի նշանից տեղափոխվել են աղեղնավորի նշան, դա ձեր 12-րդ տունն է, ոչ միայն Վեներան կտեղափոխվի դեկտեմբերի 1-ին, այլև Մերկուրին դեկտեմբերի 12-ին կտեղափոխվի աղեղնավորի նշան, իսկ արդեն դեկտեմբերի 15-ին Մարսը դուրս կգա աղեղնավորի նշանից եւ կմտնի ձեր նշան, սիրելի այծեղջուրներ, իսկ Մարսը ձեր նշանում ինքը համարվում է բարձրակետում, այսինքն դուք ձեր նպատակներին, միանշանակ ձեր նպատակներին հասնելու համար մեծ ճիգեր եք գործադրում եւ այդպես շարժվում եք առաջ։ Ահա այսպիսի ուրեմն իրավիճակներ են, բոլորը հավաքվում են աղեղնավորի նշանում 12-րդ տանը եւ ինչպես որ ասացի, դեկտեմբերի 15-ին Մարսը կմտնի ձեր նշան։ Բնականաբար դուք իր ներկայությունը կզգաք, դժվար կլինի, որովհետեւ ամեն դեպքում կրակի մոլորակն է Մարսը եւ հայտնում է հողում որքան էլ որ այստեղ էքզալտացիա է, այստեղ ուրիշ իհարկե նրբություններ կան, ես հիմա չմանրամասնեմ, դա ձեզ հետաքրքիր չէ, բայց բոլոր դեպքերում դուք կզգաք այդ էներգիան, այդ ակտիվությունը ձեր կողմից անպայման դուք դա նկատելու եք եւ բավականին ակտիվ եք լինելու, իսկ ուրեմն 5-ին դեկտեմբերի մենք ունենք լիալուսին Հայաստանի ժամանակով գիշերը 3:13:53 արևև լուսինը կհակադրվեն 14 աստիճանում եւ այն կլինի ձեր 6-րդ տանը։ Այդտեղ ավարտվելու է, գիտեք, դա կապված աշխատանքի հետ, ոմանց մոտ առողջության հետ, դուք հավանաբար նախորդ ամիսներին, վերջին ամիսներին դուք զգացել եք առողջության հետ կապված ինչ որ հարցեր շատերի մոտ եղել են, ողնաշարի հետ կապված, ճնշման հետ կապված, այսպիսի հարցեր են եղել եւ ցանկալի է որ դուք հիմա զբաղվեք ձեր առողջությամբ եւ ոմանց մոտ երեխայի հարցը կարող է լինել ընդհանուր այստեղ
երեխայի մոտ գիտեք նայած ինչ տարիքում է այստեղ կարող են փոփոխություններ լինել հասունացման հիմնականում այս պահն է շրջանում կարող են գտնվել կամ ձեր գործերում ինչ որ փոփոխություն իդեպ 2026 թվականին արդեն մի քանի տարի այդպես տևողությամբ հնարավոր է որ ձեր մեջ ցանկություն կա ոմանց մոտ առողջական հարցն է ոմանց մոտ աշխատանքը փոխելու, այսինքն այդտեղ հնարավոր է ինչ որ գործողություններ, լարվածություններ եւ դուք ձեզ մոտ ցանկություն առաջանում փոխել աշխատանքը, դուրս գալ ուրիշ կամ այլ ճյուղ տեղափոխվել, այսպիսի ցանկություններ դա 2026 թվականից արդեն ձեզ մոտ կակտիվանա, իսկ հիմա ձեզ հնարավորություն է ընձեռված, որպեսզի դուք վերանայեք ձեր հնարավորությունները, միգուցե այստեղ նախապատրաստվելու հարց կարող է լինել, հա, այսինքն որպես մասնագետ ավելի աճել, ինչ որ ինչ ուրեմն մասնագիտացումներ ստանալ, հա, այդ ուղղությամբ եւ բարձրացնել թե պաշտոնը, թե դիրքը եւ այլն հնարավորություններ, որպեսզի դուք կարողանաք պահպանել ձեր տեղը կամ եթե տեղափոխվում եք, ավելի բարձր պաշտոնի տեղափոխվեք, այսինքն սրան պիտի ուշադրություն դարձնեք, սա որպես խորհուրդ, զբաղվեք ձեր ուրեմն կրթությամբ, ավելացրեք ձեր գիտելիքները, եթե այդպեսի հնարավորություն կա, զննեք ուրեմն ձեր աշխատանքը, հնարավորությունները ուշադիր վերլուծեք, իդեպ Մերկուրին հետընթաց էր, դուք կարող եք դա ուրեմն վերլուծել, հասկանալ եւ ուրեմն որպեսզի հետագայում այդ փոփոխությունները լինելու են անպայման դուք կարողանաք շահումով դուրս գալ եւ լավ դիրքերում լինել եւ ոչ թե աշխատանքից դուրս գալ եւ հայտնվել փողոցում Սա բնականաբար ես ձեզ պիտի ասեմ նախապես, հատկապես որ դուք առաջին 3 տեղում եք, ես ավելի մանրամասնում եմ եւ սրա մասին ձեզ պիտի ասեմ, որպեսզի դուք տեղեկացված լինեք եւ բնականաբար պաշտպանված, ինչպես ասում են, այնպես որ այս ամենին ուշադրություն դարձրեք եւ հասկացեք ձեր հետագա անելիքները 10 դեկտեմբերի այստեղ Նեպտունն է դառնալու ուղընթաց եւ գիտեք այստեղ երկու հեռավոր մոլորակ իրենք գտնվում են ձեր 4-րդ տանը, որոշակի դժվարություններ, միգուցե մեծահասակ ծնողներ ունեք, միգուցե այլ ընտանեկան հարցեր են, կամ ընդհանուր բնակարանի հետ կապված են, արտերկրի հետ կապված են, շատ տարբեր իհարկե կարող են լինել, այսպիսի հարցեր են, որ ձեր առջև դրվել են ու հիմա դուք եւս փորձում եք այստեղ այդ հարցերը եւս կարգավորել, որովհետեւ տեսեք Նեպտունը դառնում է ուղընթաց, ինքը դեկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի հուլիսի 7-ը լինելու է ուրեմն ուղընթաց կմտնի խոյի նշան եւ այնտեղ կմնա առաջիկա երկար տարիներ եւ այստեղ բնականաբար հարցեր կլինեն, որոնց պատասխանները դուք միանշանակ փորձեք փնտրել գտնել, իսկ դրանք ավելանա նաեւ մյուս մոլորակը իհարկե այսօր մենք դրա մասին չենք խոսելու երբ որ ինքը կմտնի խոյի նշան, այդ ժամանակ ես կանրադառնամ։ Իսկ հիմա ինքը դեռևս ճանապարհ է ընկել եւ այդ ժամանակահատվածում ինչեւէ ինքը եւս մոտենալու է եւ այստեղ բավականին գործեր կլինեն, հարցեր կլինեն, որոնց որ դուք պիտի անպայման անդրադառնաք։ Հավանաբար այստեղ ընտանեկան խնդիրներ կլինեն եւ դա էլ միգուցե առաջացնի ձեզ մոտ թե աշխատանքի փոփոխություն, թե առողջական հարցեր, այնպես որ փորձեք դա հիմա կարգավորել, քանի դեռ ժամանակ ունեք, հետո կարող է ուշ լինել։ Ահա, սա եւ 20-ին տեղի կունենա նորալուսին Հայաստանի ժամանակով առավոտյան 5:43 րոպեին նվարկյան, արևև լուսինը կմիավորվեն 29 աշճանում եւ այն տեղի կունենա ձեր 12-րդ տանը։ Ահա այդ առանցքն է զբաղված ձեզ մոտ եւ այստեղ հավանաբար փոփոխություններ, բոլոր դեպքերում փոփոխություններ կան, դուք իհարկե այսպեսի բան ասեմ ձեզ մոտ փոփոխությունները սահմանավորվում են, դուք դրա մասին կարող եք չիմանալ,
բնականաբար ովքեր ինձ լսում են արդեն իրենք գիտեն, իսկ նրանք ովքեր չեն լսում իրենք չգիտեն, որ իրենց մոտ այդ փոփոխությունը սահմանավորվում է եւ իրենք դա կարող են ասենք իմանալ յուրաքանչյուր ըստ իր անձնական քարտեզի մի ամիս, 3 ամիս, 6 ամիս, 5 ամիս եւ այլն 4 ամիս այդ ժամանակահատվածը նոր դա իրենց մոտ երևա, բայց իրենք չգիտեն, որ հիմա է դա սահմանավորվում, այնպես որ դա ձեր անձնական քարտեզով է արդեն պայմանավորված, թե այդ փոփոխությունները ինչ կբերեն աշխատանքի փոփոխություն, առողջական հետ կապված, տանը կարող են լինել փոփոխություններ եւ այլն կամ պարտների հետ կապված կարող են լինել փոփոխություններ, այսպիսի իրավիճակներ են եւ 20-ին հենց նույն օրը Սև լուսինը կփոխի իր նշանը դեկտեմբերի 20-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը ինքը կտեղավորվի աղեղնավորի նշանում, ահա դա ձեր 12-րդ տունն է, այնպես որ տեսեք Մերկուրին, Վեներան, Մարս արդեն այդտեղ է, իրենք բոլորը հավաքվում են աղեղնավորի նշանում, ինչ որ այդպես հարցեր են քննարկում, դեռևս գաղտնի, որպեսզի հետո արդեն Սև լուսինը կգա ու շատ բաներ կհանի, շատ գաղտնիքներ կհանի ջրի երես, այսպիսի ուրեմն իրադարձություններ կլինեն, ոմանք իրենց աշխատանքի հետ կապված կհասկանան, թե իրենց մեջքի հետևում ինչեր են, ինչ գործողություններ են եղել, ինչ խոսակցություններ, ոմանք ուրեմն իրենց առողջության համար հնարավոր է բացահայտվի, որ իրենք իմանան, որ այս խնդիրը կա եւ այլն, իրենք պիտի զբաղվեն այդ հարցով, ինչևէ ինքը 9 ամիս մնալու է աղեղնավորի նշանում, շատերի մոտ նաև արտերկրի թեման կարող է լինել, իրենց աշխատանքի հետ կապված, դա եւս կարող է ակտիվանալ, իսկ թե հաջող կլինի, թե ոչ դա միայն ձեր անձնական քարտեզը կարող է ցույց տալ, ես ոչինչ ասել չեմ կարող։ Հաջորդ օրը 21-ին արևը կփոխի իր նշանը, սիրելի այծեղջուրներ, դուրս գալով աղեղնավորի նշանից, ձեր նշանում է տեղավորվելու եւ հենց այդ օրը, ինչպես որ ասացի, տեղի կունենա ձմեռային արևադարձը ձեր նշանում, ահա, փորձեք մաքսիմալ օգտագործել, քանի որ արևը ձեր նշանում է, ամեն մի օր այդպես գեղեցիկ անցկացնել, ել չեմ ասում, որ ծննդյան օրը երբ կլինի, դրանից 12 օր հետո շատ կարևոր է, որ դուք լավ անցկացնեք ձեր այդ օրերը, իրենք կարևոր են եւ իհարկե ուզում եմ նշել, քանի որ դեկտեմբերին կլինեն նեգատիվ օրեր կան, հա, ես ուզում եմ նշել այդ օրերը եւ դրանք են ուրեմն դեկտեմբերի 1-ը պլյուս-մինուս 1-2 օր, այստեղ գիտեք, ես կարող եմ նշել նաեւ 5-ը, բայց դա իհարկե հարաբերական է, կարող է ոմանց մոտ դա ընդհանրապես չխաղարկվել, ինչևէ 8-ը դեկտեմբերի պլյուս-մինուս 1-2 օր եւ 18-ը դեկտեմբերի պլյուս-մինուս 1-2 օր, այստեղ գիտեք, փորձում ենք ինչ որ բան չփոխել, ինչ որ որոշում չկայացնել, հանդիպումներ չունենալ, ֆինանսական հարցեր չքննարկել եւ ընդհանրապես զգույշ լինել, որովհետեւ ձեզ կթվա, որ դուք ինչ որ գաղտնի բան եք անում, բայց կարող է հակառակ էֆեկտը ունենալ, դրա մասին իմանան բոլորը, այնպես որ իմ նշածս օրերին մի փորձեք ինչ որ այդպես հարցեր կարգավորել կամ ինչ որ գաղտնիքներ փոխանակել եւ այլն եւ այլն, իսկ իհարկե մինչեւ 20-ը այստեղ կարող են փոփոխություններ լինել ձեր ուրեմն ընկերների, կողմնակիցների հետ կապված կամ ձեր աշխատավայրում, հա, ձեր աշխատողների հետ, շրջապատի հետ կապված, հնարավոր է, որ ֆինանսական հարցեր լինեն կամ այլ խնդիրներ լինեն եւ դուք այստեղ քննարկեք եւ ամեն ինչ կարող է հարություն աշճանով շրջվել, դա իհարկե գիտեք դրա մասին մինչև դեկտեմբերի կեսերը
կարող եմ նշել դա այդ իրադարձությունը կարող է լինել մինչև դեկտեմբերի կեսերը, չմոռանանք նաև 1-ի, 8-ի եւ 18-ի մասին, պլյուս մինուս 1-2 օր։ Նրանք ովքեր արդեն գիտեն, հետևում են իմ խորհրդին, նույնիսկ արդեն կոնսուլտացիայի կարիք չի լինում, նրանք ովքեր քիչ թե շատ տեղեկացված են աստրոլոգիայից կամ ասենք վաղուց են ինձ հետևում արդեն գիտեն, իրենք պարզապես զգուշ են լինում, զգոն են լինում այդ օրերին, հետևում են իմ խորհրդին եւ ամեն ինչ իրենց մոտ շատ լավ է լինում, այդ մասին իրենք են գրում, իրենք են ինձ զգուշացնում, ես շատ ուրախ եմ, որ օգտակար են լինում իմ ուրեմն խորհուրդները, իսկ դուք եւս կարող եք կիսվել սիրելի այծեղջուրներ այդ ամենի մասին, արդյոք օգտակար են լինում իմ խորհուրդները ձեզ, դրանք դուք օգտագործում եք, կյանքի եք կոչում եւ կարողանում եք հաղթահարել, որովհետեւ գիտեք, բազմիցս եմ ասել, աստրոլոգիայի իմաստը հենց նրանումն է, որ դուք ժամանակից ավելի շուտ իմանաք եւ փորձեք պաշտպանվել կամ ինչ որ որոշակի քայլեր անել։ Այսքանով կավարտեմ, լավ եղեք, նորից շնորհավորում եմ ձեր ծննդյան օրերը սիրելի այծեղջուրներ, միշտ այդպես նպատակասլաց եղեք եւ հասեք ձեր նպատակին, իրականացրեք ամենալավն ու բարին ձեզ, առայժմ այսքանը։